Ինչ է նշանակում, երբ ինչ-որ մեկը Սուրբ Հոգու զորությունից վայր է ընկնում։ Սա մարդու օրգանիզմի ժամանակավոր արձագանքն է Աստծո հետ անհատական հանդիպմանը։ Ոմանք կարծում են, թե սա հակասում է Սուրբ Գրքին կամ նմանվում է դիվահարության։ Նրանք փաստարկում են, թե Աստվածաշնչում չկա հստակ պատվեր Հոգու զորությունից վայր ընկնելու մասին, եւ որ դա պատահում է միայն չափազանց զգացմունքային ու հեշտ ներշնչվող մարդկանց հետ։ Սակայն Աստվածաշնչում կան դրվագներ, երբ մարդիկ Աստծո ներկայությունից կամ հրեշտակ տեսնելիս վախից մեռածի պես գետնին են տապալվել։ Օրինակ, երբ Պետրոս առաքյալը հոգևոր հափշտակության մեջ էր, կամ երբ քահանաները չէին կարողանում ոտքի վրա կանգնել Աստծո փառքի զորությունից։ Այս հարցում պետք է նայել պտուղներին։ Եթե մարդու կյանքն իրոք փոխվում է, նա ապաշխարում է ու մոտենում Աստծուն, ապա ինչպես կարելի է մերժել Սուրբ Հոգու այդ ներգործությունը։ Իհարկե, ոչ բոլոր հոգևոր դրսևորումներն են իրական։ Հենց դրա համար էլ առաջին Հովհաննես 4:1 համարում ասվում է. «Փորձեցեք հոգիները, թե արդյոք Աստծուց են։ Որոշ ապրումներ կարող են լինել զուտ հուզական, բայց դա չպետք է արժեզրկի այն իրական հոգևոր փորձառությունները, որոնք երբեմն ունենում են հավատացյալները»։